Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ը տեսակապի միջոցով զրուցելու է Չեխիայի մեր հայրենակից քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ Մարիամ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Առաքելյան, Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը եւ քաղաքական տարբեր ուժեր, տարբեր օրակարգերով են այդ քարոզարշավը մեկնարկում, բայց հատկապես ցավոտ են ընդունում օրերս Հայաստանում անցկացված Եվրոպական համայնքի գագաթաժողովը, Հայաստան-Եվրամիություն անդամ պետությունների ղեկավարների հետ շփումները, Մակրոնի այցը Հայաստան, օրինակ Քոչյանը երեկվա հանրահավաքում նշում էր, որ Զելենսկուն էլ այստեղ բերել է, սադրիչ հայտարարություններ անելը շատ վտանգավոր է Հայաստանի համար։ Ինչ դիտարկումներ ունեք եւ ինչու է մեր ընդդիմությունը այսպես ցավոտ արձագանքում Հայաստանի շփումներին եւ Հայաստանի դերի բարձրացմանը նաեւ։ Գիտեք, Քոչարյանը միայնակ չէր իր այդ արտահայտությունների մեջ, իրենք ձեռ-ձեռի տված Ռուսաստանում տարբեր պաշտոնյաներ, Զատուրինը, Մարիա Զախարովան, գրեթե նույն բառերն են հնչեցրել, խոսում էին նրա մասին, որ կարմիր ինչ-որ գծեր են անցել Հայաստանը, այսինքն ինչպես է ստացվում, ստացվում է այնպես, որ եթե Հայաստանի իշխանությունը, ընտրված ժողովրդի կողմից իշխանությունը իր սեփական տարածքի վրա ընդունում է ինչ-որ ժողով կամ ինչ-որ միջոցառում է անում, որը որ չի ստացել, ինչպես առաջ էր դա արվում, Կրեմլի, այսպես ասած, դաբրոն, ուրեմն դա կարմիր գծերի հատում է համարվում իրենց կողմից, հա, դա Ռուբիկոն ենք անցել, չգիտեմ ինչ բառեր ասես չեն օգտագործել արդեն, եւ ինչ է նպատակ դրված իրենց առջեւ, իրենց նպատակը նաեւ որ վախ տարածեն, պառակտում տարածեն, որ այդ վախի միջոցով փորձեն մեր ժողովրդի ինչ-որ մի մասի ստիպեն, որպեսզի իրենք ձայն տան իրենց նշանակված մարդկանց, այն մարդկանց, որոնց որ իրենք կարգադրել են, խոսքս Մոսկվայի Կրեմլի մասին է եւ այն մարդկանց մասին է, այն անձնավորությունների մասին է, որոնք որ հիմա գործում են Հայաստանում, հակահայկական գործունեություն են վարում, ըստ ինձ, եւ մենք տեսնում ենք, հա, որ իրենք նույն ճաշն են եփում, նույն խոսքերով են խոսում, նույն նպատակներն են հետապնդում եւ պարզապես դա տեղի է ունենում գիբրիդային հարձակում, հերթական գիբրիդային հարձակում Հայաստանի վրա։ Մեր քաղաքացիների վրա այսպես ավելի ճիշտ ասած, հա, մենք տեսնում ենք ինչպես է համացանցը ողողված տարբեր նոր ստեղծված կայքերով, արդեն դա արձանագրվում է նույնիսկ միջազգային կազմակերպությունների կողմից, որ նորաստեղծ այդ կայքերը ողողել են Հայաստանի ինտերնետը եւ հսկայական գումարներ են դրա վրա ծախսվել բնականաբար։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում կրկնվում է գրեթե մեկը մեկին նույն սցենարը, ինչ որ որոշ ժամանակ առաջ արվեց Ռուսաստանի կողմից Մոլդովայի հանդեպ։ Հա, նույն մեխանիզմները, սկսած նրանից, որ նույն հիբրիդային պատերազմը, գումարների այդ ուղարկումը, հա, այդ ճամպրուկներով, այդ ուրեմն այդ իրենց նշանակված պրոքսիների ֆինանսավորումը եւ նույնիսկ եկեղեցու օգտագործումը, հա, լրիվ մեկը մեկին միայն այն տարբերությամբ իմ կարծիքով, որ իմ գնահատականով Հայաստանի ժողովուրդը ավելի ճիշտ է մոտենում այդ ամենին եւ ավելի խելացի կերպով է արձագանքում այդ ամենին։ Բնականաբար կան մարդիկ, որոնք որ տրվում են նման սադրանքների, տրվում են նման ինչ-որ պրոպագանդայի եւ ինչ-որ եզրակացություններ են անում, որ այո, դե միգուցե մենք առանց Ռուսաստանի ընդհանրապես չեն կարող գոյատևել, ես վերջերս ինչ-որ մի հատ ծեր մարդ խոսում էր, որ մենք ռուսի ձեռը պտի բռնած գնանք, ախր մենք ինչ ենք մեզանից ներկայացնում, մենք ոչ մի բան ենք, ռուսը ամեն ինչ է, բառացիորեն, հասկանում եք, ու ցավով եմ ասում, բայց նման մարդիկ բավականին շատ են Հայաստանում, որոնք որ ուրիշ
կյանք բացի այն կյանքի, որ մենք ունեցել ենք շղթայված Ռուսաստանի կայսերության հետ, հա, խոսքս նույնիսկ ոչ թե 30 տարվա մասին է, հարյուրավոր տարիների մասին է։ Մենք շղթայված ենք եղել, մենք սեփական ձայն չենք ունեցել, մենք սեփական կամքի իրավունք չենք ունեցել եւ հիմա վերջը մենք հանկարծ ունեցանք, չէ՞, մենք որոշում կայացրեցինք, մենք ընդունեցինք մեր երկրում շատ բարձր գագաթնաժողով եվրոպական, որը որ իդեպ ասեմ, որ երևի Հայաստանի ընդհանրապես պատմության ընթացքում, հա, նման ընդունելություն Հայաստանը երբևիցե չի տեսել։ Նման մակարդակի, որ Հայաստան կան 40 երկրների ղեկավարներ, առաջին անձեր, 50-ից ավել պատվիրակություններ, նման կարգավիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել։ Եվ ճիշտ է խոսում Մակրոնը, որ ընդամենը 8 տարի առաջ, հա, մենք այդ հնարավորության նույնիսկ նշուրը չունեինք, բայց արյուտես, որ այսօր այդ հնարավորությունը ստեղծվել է եւ գիտեք, այդ ինձ մեկ-մեկ թվում է, որ այդ Ռուսաստանի այդ իստերիան միգուցե մեզ օգուտ բերի։ Այն ամռումով, որ այն process-ները, որ մենք կարծում էինք, որ մի քիչ ավելի երկար փորձենք անցկացնենք, հա, մի քիչ ավելի դիվանագիտական ինչ-որ մեխանիզմներով, հա, կամաց այդ մեր հերվանալը, ասենց ասեմ, Ռուսաստանից, խոսքս ոչ թե դիվանագիտական հերվանալու մասին է, ես խոսում եմ տնտեսության մասին, ռազմաարդյունաբերության մասին, հա, լոգիստիկայի մասին, անկախ նրանից, թե Ռուսաստանը լավ պետություն է, վատ պետություն է, ամեն դեպքում որևիցե պետություն չպետք է ունենա այդպիսի կախվածություն որևիցե մյուս պետությունից։ Յուրաքանչյուր պետությունը, եթե ուզում է ազատ լինել, եթե ուզում է իրոք սեփական որոշումները ընդունել, այդ պետությունը պետք է դիվերսիֆիկացիա անի իր կապերը, իր քաղաքականությունը, իր դիվանագիտական ճանապարհները, որ ինքը աշխատում է, եւ այդ ամենը պետք է բնականաբար իրագործվի նաեւ Հայաստանում։ Պարոն Արաքելյան, տեսեք, քարոզարշավը հիմա ընթանում է Հայաստան նախընտրական, դեռ ոչ մի բան իհարկե պարզ չի, բայց Ռուսաստանից Եդինայա Ռոսիայից պատգամավորը Զատուլինը նշում է, որ եթե Փաշինյանը վերընտրվի, մնա իշխանության, Ռուսաստանը չպետք է ճանաչի այդ ընտրությունների արդյունքները։ Սա ինչ որ պատահական հայտարարություն եք համարում, թե Ռուսաստանն իսկապես փորձելու է այս ընթացքում նաև բոլոր ջանքերը ներդնել, որ օրինակ իշխանությունը չկարողանա վերընտրվել։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանի օֆիցիալ եւ նույնիսկ ոչ օֆիցիալ անձերի կողմից, ես նկատի ունեմ, ասենք ոչ օֆիցիալ Դուգինի մակարդակի խոսքի օրինակ, հա, կամ Սոլովյովի մակարդակի։ Մարդկանց արտահայտությունները չեն լինում հենց այնպես։ Այդ բոլորը կարգավորվում է, այդ բոլորը ռուսական տենց խոսքը ռազնարյատկաները իրենք բոլորը ստացած ունեն, թե ինչ պետք է խոսեն, ոնց պետք է խոսեն։ Դա, ինչպես ես մի քիչ առաջ ասացի, դա քաղաքականությունն է իրենց, դա իրենց ճնշման եղանակն է եւ նման արտահայտություններով իրենք պարզապես փորձում են վախ ցանել Հայաստանում, պարզապես փորձում են աշխատացնել այն մեխանիզմները, որով որ իրենք որոշ ժամանակ առաջ Վրաստանում կարելի ասել հաջողության հասան։ Ինչի վրա էր հիմնված Իվանիշվիլիի նախընտրական ծրագիրը։ Հիմնված էր նրա վրա, որ եթե դուք ինձ չընտրեք, ապա պատերազմ է լինելու Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը մենք նույն պատերազմն ենք ստանալու, ինչ որ ստացավ Ուկրաինան։ Եվ այդ փաստորեն ծրագրի վրա իրենք եկան իշխանությանը եւ դե ֆակտո այդ իշխանությունը արդեն զավթեցին։ Մենք տեսնում ենք, ոչ թե մենք, այլ եվրոպական աշխարհը, զարգացած արևմուտքը տեսնում է դիտորդները ամենայն դեպս, որ արդեն Վրաստանում արդար ընտրություններ
այն արդարացությունները, որոնք որ կային, ասենք, չգիտեմ, Սաակաշվիլի օրոք, եւ ինքը պարտվեց եւ ճանաչեց իր պարտությունը, այսօր արդեն Վրաստանում չկան։ Արդեն Վրաստանում աշխատում է այն մեթոդոլոգիան, որով որ Ռուսաստանը սովոր է ուրեմն այդ ընտրությունները անցկացնել։ Եվ փառք Աստծո, որ մենք առաջինը չունենք սահման ընդհանրապես Ռուսաստանի հետ, մենք խոսել ենք նրա մասին, որ ունենք ուրիշ անհանգստության աղբյուր, հա, այդ ռուսական ռազմաբազան է եւ ռուսական զորքերն են տեղադրված Հայաստանում, տեղակայված Հայաստանում, բայց եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք եւ ընդհանրապես որոշ ժամանակ հետո անենք ամեն ինչ, որ այդ ռազմաբազան այլևս Հայաստանում գոյություն չունենա, եւ ընդհանրապես ոչ մի ռազմաբազա, ոչ մի երկրի Հայաստանում իր ներկայությունը չունենա, ուրիշ բան է, եթե ներկայություն ունենան ինչ-որ մասնագետները, ինչ-որ, չգիտեմ, գրասենյակները, հա, տարբեր ինչ-որ ռազմական կազմակերպությունների, դա ուրիշ բան է, բայց երբ որ տեղակայված են մեր անկախ երկրի տարածքում մի քանի հազար ռազմիկներ ուրիշ երկրի, որոնք որ զինված են, որոնք որ ունեն ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հա, ծանր զրահ տեխնիկա եւ այլն, դա բնականաբար դա վտանգ է առաջացնում մեր համար առաջին հերթին, քանի որ մենք հիմա պարզ արդեն գիտակցում ենք, փորձը արդեն ձեռք ենք բերել այն բանի մասին, որ Ռուսաստանը, ռուսական զինվորը ոչ մի պարագայում ինքը չի մտածում նրա մասին, որ Հայաստանը պաշտպանի, չգիտեմ, այլ երկրների առջև, ոչ։ Իրենք միշտ մտածել են միայն իրենց կայսրության մասին, միայն իրենց ներկայության մասին եւ միայն իրենց շահերի մասին։ Եվ դա մենք պետք է հասկանանք, ընդունենք եւ որոշակի եզրակացություններ անենք արդեն այսօր։ Հետևելով Քարոզ Արշավին, Սամվել Կարապետյանն սկսել է հրապարակային ինչ-որ ելույթներ ունենալ, ասուլիս է տալիս ուղիղ եթերում, որոշ սոցիոլոգիական հարցումների համաձայն ընդդիմության շրջանում առաջատարը հենց ինքն է։ Փաստորեն իշխանության գլխավոր մրցակիցը մարդ է, օրինակ նույնիսկ հայերեն չի կարողանում նորմալ խոսել, արտաբերում է մտքեր, որոնք օրինակ վիրավորական են մեր բարեկամ երկրի ղեկավարի հասցեին։ Ռուսաստանին է բավականին կաշկանդված քննադատում, եթե կարելի է նույնիսկ այդ բառը օգտագործել քննադատելու։ Ինչ դիտարկումներ ունեք սրա շուրջ, ինչ արդյունքների կարող ենք սպասել։ Դիտարկումներս այն են, որ գիտեք, ռուսական հատուկ ծառայությունները եւ ընդհանրապես Կիրիենկոյի գրասենյակը Կրեմլի շատ մեծ վրիպում են արել այն բանով, որ իրենց խաղադրույթը դրել են Սամվել Կարապետյանի նման մի մարդու վրա, որը որ ինքը չի համապատասխանում պարզապես այն կարգավիճակին, որին իրեն առաջադրել է։ Պարզապես չի համապատասխանում։ Չգիտեմ, ես իր բիզնես ունակությունները չեմ կարող գնահատական տալ, թեպետ գիտեմ, որ իր կապիտալը ինքը աշխատել է Գազպրոմ ընկերության ուրեմն գումարների վրա եւ պետական պատվերների վրա, բայց այնուամենայնիվ ըստ երևույթին այդ գրասենյակի աշխատակիցները, Կիրիենկոյի գրասենյակի աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել գնահատեն, ասենք, իր ինչ-որ իմացությունները, իր ինչ-որ ինտելեկտի մակարդակը, իր հայերենի պարզապես գրագետ խոսալը, հա, իրենք կարծել են, որ եթե ինքը ռուսերեն անգրագետ է խոսում, ապա հայերեն պետք է նորմալ խոսա, չէ՞, ինքը, եթե մարդ մի լեզվով իրենց ռուսերենով չի կարողանում երկու բառ կապի, ապա ուրեմն ինքը ինչ-որ մի լեզու դե պետքա տիրապետի, իր մայրենի լեզուն ամենայն դեպս։ Իրենք տենց են կարծել, հիմա չեն մտածել այն բանի մասին, որ ինքը ընդհանրապես լեզուների հետ երևի հենց ինչ-որ լավ ընկերություն չի անում։ Եվ մի բառը կարող է 3-4 անգամ կրկնել եւ 4 անգամվանից էլ ինքը այդ բառը էլի սխալ է արտասանում։ Ես հիմա չեմ ուզում խորանամ, հա, այդ համացանցի հիմա ողողված է այդ նման ինչ-որ հոլովակներով, ինչ-որ ժապավեններով, ինքը չի համապատասխանում դրան։ Եվ ժողովուրդն էլ է դա տեսնում։
հասկանում եք, ժողովուրդը տեսնում է, որ ինչ որ ես հիշում եմ այն ժամանակները, երբ 18 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը, ասենք ինչ որ հանդիպումների ժամանակ Ռուսաստանում կամ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Արևմուտքում խոսում էր ռուսերեն, խոսում էր անգլերեն, հա, եւ ինչ որ վրիպումներ էր անում, թեթև վրիպումներ էր դա, ասենք ինչ որ վերջավորությունը մի քիչ սխալ էր ասում, կամ ինչ որ բաներ անում, տենց ինչ որ վրիպում էր տեղի ունենում եւ մի անգամից համացանցը վառվում էր, նո, ես նկատի ունեմ այն հակադիր ուժերը, այսպես ասած, ողողում էին համացանցը, այ տեսեք, ուրեմն ինքը այդ վերջավորությունը սխալ ասեց, ինքը պետք է սենց ասել, նենց ասել, իդեպ նշեմ, որ վերջերս ինքը այն ելույթները, որ ունենում է Ռուսաստանում ամենայն դեպս, իմ անգլերենի իմացության մակարդակը ես ինձ թույլ չեմ տա գնահատակալ տալ իր անգլերենի խոսածի մասին, բայց ամենայն դեպս ռուսերեն ես տեսնում եմ, որ ինքը արդեն լրիվ ճիշտ է խոսում եւ գրագետ է խոսում, հա, բայց ես ելի եմ ուզում ընդգծեմ, դա փոքրիկ ինչ որ վրիպումներ են, այստեղ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ընտրյալ այդ մարդիկ, որոնք որ կարծես թե Հայաստանում պետք է ինչ որ կամ Ռուսաստանում ինչ-որ գործունեություն ծավալեն, իրանք չեն կարողանում շփվել նույնիսկ մարդկանց հետ։ Հա, մենք տեսնում ենք, որ Հայաստանի հայերի միության նախագահը նույն Ռուսաստանի հայերի միության նախագահ, ինքը ռուսերեն չի կարողանում երկու բառ կապել։ Ես էլ հայերենի մասին էլ չեմ բանանում, հա, ինքը հայերեն չի կարողանում։ Նույն կարգավիճակում գտնվում է Սամվել Կարապետյանը։ Եվ դա հսկայական վրիպում է, որը որ կարծում եմ, որ ձեռնտու է մեր գործող իշխանությանը, ընդհանրապես այն ռեալ քաղաքական գործիչներին, որոնք որ գտնվում են Հայաստանում եւ մասնակցում են այս նախընտրական արշավին, նրանով որ իսկ այն որ ինքը հիմա ինչ որ արժևում է հիմնական ուրեմն ձայները իրեն տալու, դե գիտեք ինչ, այնտեղ ոնց որ ասում են հիմա երրագլուխ ինչ որ կուսակցություն է, ես իրենց չեմ կարող տարբերել իրարից, ես չեմ կարող ասել, որ գիտեք ինչ, Սամվել Կարապետյանի կուսակցությունը տարբերվում է իմ համար Քոչարյանի կամ Ծառուկյանի կուսակցությունից, իմ համար դրա իրանք մի աշխատանք են կատարում, նույն բառերն են հնչեցնում, նույն իջեցված այդ ռազմարյատկաներն են կատարում, հա, եւ բնականաբար իրենք պայքարում են նրա համար, որպեսզի ինչ որ կերպ, ինչ որ մի ձևով դարձյալ մտնեն խորհրդարան եւ հնարավորին չափ ապագա խորհրդարանում փորձեն տապալել աշխատանքը, փորձեն կայունությունը Հայաստանում հազիվ ինչ որ հաստատված կայունությունը, որը որ այլ է բառացիորեն ասել ես 2 տարվա ընթացքում, հա, մենք ստացել ենք այդ ինչ որ էֆեկտը կայունության, ժողովուրդը սկսել է դա ազգալ, արդեն մարդիկ են գալիս, ինչ-որ ծրագրեր են, գումարներ են ծախսում, հա, ներմուծումներ են փորձում անել, ինվեստիցիաներ են առաջարկում Հայաստանին, այդ կայունությունը իրենց համար դա մահից ավելի վերին է, եսի նկատի ունեմ Ռուսաստանի համար, որտեղ Ռուսաստանը միշտ սովոր է մութ ջրի մեջ ձուկ բռնել Հայաստանում, ուրիշ մեթոդոլոգիա իրանք պարզապես չունեն։ Պարոն Արաքելյան, նաև ամփոփելով թեզերի մասով, ինչ է ասում ընդդիմությունը, իշխանությունը վատն է, Ղարաբաղը հանձնել է, խաղաղությունը ժամանակավոր է, առանց երաշխիքների է, ինչ որ ոլորտներ են նշում, որ իբրև թե տապալել են, այն մենք կանք իշխանության, ինչ է իրենց առաջարկածը, օրինակ, այդ որ ժողովրդին օրինակ ասում են հիմա այս խաղաղությունը որ կա ժամանակավոր է, մենք կանք երաշխավորներ կբերենք, այստեղ ավելի լավ խաղաղություն կլինի, սա ինչ որ աշխատող թեզ է եւ իշխանություններին տարիներ շարունակ մեղադրել օրինակ Ղարաբաղը հանձնելու մեջ, սա աշխատող թեզ է լինելու այս ընտրություններին ձեր կարծիքով։ Ես համոզված եմ, որ ընդդիմության մոտ ընդդիմությունը չունի ոչ մի աշխատող թեզ եւ չէր ձգտում աշխատող թեզերի։ Բացատրեմ ինչի։ Իրենք պարզ գիտակցում են, որ իշխանություն իրենք չեն ստանա։
Իրենք տեսնում են ժողովրդի տրամադրությունը, ժողովրդի ուղղվածությունը, սոցիոլոգիական հարցումները վերջո ինչի մասին են խոսում։ Եվ իրենք պարզ գիտակցում են, որ իշխանություն չէ ստանալու։ Եվ հիմա իրենք պարզապես բաժանում են խոստումներ, բաժանում են ինչ-որ ստեր են խոսում, սուտ թեզեր են հնչեցնում, բայց նույնիսկ եթե իրենք ստանային այդ իշխանությունը եւ այդ թեզերը մինչեւ այդ հնչեցրած լինեն, այդ 300,000 աշխատատեղ, դեմ ինչ, իրենք միևնույն է դա կատարողը չէին, քանի որ իրենց նպատակը իշխանությունը գրավելն է, զավթելն է եւ այլևս այդ իշխանությունը իրենց ձեռքից ոչ մեկ համենայն դեպս առանց արյունի չի կարող անավերցնել։ Իրենք չեն պատրաստվում իշխանություն վերցնելուց հետո մի քանի տարի հետո նոր ընտրություններ, արդար, ընտրությունները ոչ, իրենք դրան պատրաստ չեն ու չեն մտածում դրա մասին։ Իրենք մտածում են հիմա օգտագործելով ժողովրդավարական լծակները գան իշխանությանը, այնպես ինչպես դա արվեց նույն Վրաստանում եւ այլևս իշխանությունը այլ ոչ ոքի չհանձնել։ Մենք արդեն տեսել ենք, խոսվել է դրա մասին, որ նույն Քոչարյանն է դրա մասին խոսացել, ոնց ստացվեց, որ Սերժ Սարգսյանը համաձայնվեց եւ հեռացավ, ինքը չէր համաձայնվի եւ ինքը հիմա մեղադրում է այդ ամենի մեջ հենց Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը իր հետևում շատ սխալներ եւ նույնիսկ իմ կարծիքով հանցագործություններ ունի արած, բայց համենայն դեպս այդ կետում ես իրան չեմ կարող մեղադրել, որ ինքը չգնաց 2008 թվականի մարտի 1-ի սցենարով, եւ ինքը պարզապես հասկացավ, որ ժողովուրդը դեմ է եւ ժողովրդի կրիտիկական մեծամասնությունն է դեմ այդ ամենին եւ ինքը որոշեց պարզապես հեռանալ եւ ճիշտ արեց, քանի որ եթե գնար ինքը Աստված չանի այն սցենարով, ապա այսօր ինքը ազատության մեջ չէր լինի 100%։ Պարոն պարոն Առաքելյան, ինչ սպասել այս քարոզարշավի ընթացքում, ինչ կանխատեսումներ ունեք, ինչ է մեզ սպասվում հունիսի 8-ին ըստ ձեզ, այս ռետորաբանությամբ, այս տրամադրությամբ, բավականին լարված է, դեռ չսկսված արդեն այս հայտարարությունները, ինչի սպասենք։ Դուք իրավացի եք, բավականին լարված է, կանխագուշակել, թե ինչ ձևով, ես մի բանի մեջ համոզված եմ, որ գործող իշխանությունը կստանա իր քվեն եւ կանցնի խորհրդարան։ Ես դրա մեջ չեմ կասկածում։ Մեծամասնությունը, հա։ Կլինի դա սահմանադրական մեծամասնություն, թե ոչ, ես չեմ կարող ասել հիմա, բայց ես ոչ թե մտածում եմ այն բանի մասին, որ այդ այսպես ասած ընդդիմությունը խոսքս այդ երրագլուխ ընդդիմության մասին է, իրենք ինչ որ մեծ քվեներ կհավաքեն, կարծում եմ, որ ոչ։ Իրենք մեծ քվեներ չեն հավաքի։ Պարզապես ես հույս եմ ուզում հայտնել, որ բացի այսօրվա իշխանությունից, նաև ես նկատի եմ Փաշինյանի կուսակցությունից, sense ասեմ, հա, բացի Փաշինյանի կուսակցությունից խորհրդարան կկարողանան մտնել նաև ուրիշ ժողովրդավարական սկզբունքներով հիմնվող ուժեր եւ ընդդիմություն, որը որ կզբաղվի ոչ թե այն սադրանքով եւ կաթվածահարությամբ, որով որ զբաղվել է այսօրվա ուրեմն ընդդիմությունը խորհրդարանում, այլ կզբաղվի պարզապես կառուցողական քննադատությամբ, որի շնորհիվ է ծնվում ճիշտ օրենքները, որին շնորհիվ է պետությունը սկսում զարգանալ, որովհետև իշխանությունը եթե գտնվում է, լիակատար իշխանությունը եթե գտնվում է մեկ կուսակցության ձեռքում, դա ինչքան էլ լավը չլինի այդ կուսակցությունը, ինչքան էլ լավ խելացի փորձով մարդիկ չղեկավարեն, ասենք, հա, չլինեն այդ կուսակցության մեջ, ես հիմա խոսքս յուրաքանչյուր ինչ որ պարադիգմայի մասին, ապա այնուամենայնիվ
կուսակցությունը կարող է սխալ ինչ-որ որոշումներ ընդունել, սխալ ճանապարհով գնալ կամ սխալ ինչ-որ օրենքներ պատրաստել։ Այդ օրենքները պետք է քննադատվեն, այդ օրենքները պետք է անցնեն այն ֆիլտրները, որոնք որ անհրաժեշտ են խորհրդարանին։ Այդ ֆիլտրը մենք չենք ունեցել խորհրդարանում, ցավոք սրտի անցած խորհրդարանում։ Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր խորհրդարանի, ուրեմն ընդդիմադիր ուժերը իրենք կամ պարզապես սաբոտաժի են ենթարկում, կամ քարկոծմամբ էին զբաղված, կամ ընդհանրապես բացակայում էին, գալիս էին խորհրդարանի դրամարկղ միայն աշխատավարձ ստանալու համար, ունենց բառացիորեն, հա։ Իրենց ոչ մեկ, իրենք խոսում էին բազում անգամ խոսում էին, որ մենք պետք է ուրեմն այս խորհրդարանը ուրեմն մենք պետքա չեղարկենք, չեղարկենք։ Շնորհակալություն պարոն Առաքելյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ զրուցում էի Չեխիայում բնակվող մեր հայրենակից տնտեսագետ քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։